Տեղի ունեցավ վիճակահանությունը, ես կարծում եմ գլխավոր երևի թեման, այսօրվա հավաքվելու դա էր, թե որ կուսակցությունը կամ դաշինքը որ համարն է ունենալու, հայրենի կուսակցությունը վաղարշաբաթի նոյեմբերի 16-ին սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ունենալու է 8-րդ համարը։ Մենք կարծում ենք, որ դա լավ թիվ է, 8-ը, ինչպես գիտեք, քրիստոնեական խորհրդաբանությամբ նոր կյանքի նաև խորհրդանշում է, քանի որ Աստված 6 օրում ստեղծեց երկիրը, երկինքը եւ այլ մնացած ամենը, 7-րդ օրը հանգստացավ եւ 8-րդ օրը սկսվեց նոր կյանքը։ Հետևաբար նաև խորհրդանշում է, ես կարծում եմ վաղարշաբաթում դրանով իշխանափոխությունը, քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը, հայրենի կուսակցությունը հանդես է գալիս հենց հաղթելու օրակարգով, ձևավորվելու նոր իշխանություն վաղարշաբաթում, բնականաբար բացառելով քաղաքացիական պայմանագրի հետ որևէ քաղաքական իմաստով համագործակցությունը, դա երևի ավելորդ է անգամ ասել։ Մնացածը արդեն ես կարծում եմ հիմնական քարոզչական աշխատանքը առջևում է Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ, շատ դրական մարդ, շատ լավ կենսափորձով, բարձր բարոյական արժեքներով, Էջմիածին քաղաքում տարբեր հանրության տարբեր շերտերի կողմից շատ հարգված, որի մասով մենք շատ գոհ ենք, շատ հպարտ ենք, որ հենց տենց մարդ ունենք մեր առաջի համարում ցուցակի, իր գլխավորությամբ թիմը գնալու է անելու է իրենից կախված ամենը, որպեսզի արժանանա Էջմիածնի վաղարշաբաթ համայնքի բնակիչների վստահությանը։